Եկել է անկայունություն ստեղծելու համար եւ ստեղծել է։ Նույնն էլ եթե ուրեմն այն ինչ է Վարդանյան Ռուբեն էր ինչը որ հիմա Բաքվում է, չէ՞։ Նա եկել էր վարչապետ պիտի դառնար, չկարողացավ Պուտինը պատժեց տվեց թուրքերին։ Պատժել է դրանց, այն 8 հոգին պատժվել են, որովհետև իրենք չկարողացան Հայաստանում իշխանապողություն անել, որովհետև Ռուսաստանն զբաղված է եւ Հայաստանում չի կարող ուրեմն պետականությունը տապալել։ Այդ իշխանապողությունն էլ Հայաստանի պետության տապալման մասին է խոսում, ոչ թե իշխանությունը փոխվում է, դուք եք գալիս, նա է գալիս։ Դրա համար պատժել է, տվեց թուրքերին։ Հիմա սրանց երևի խնդիր է դե, սա հիմա ես նույնիսկ բան եմ, Սաղեր Կարապետյանին պետք էր գալ այստեղ խցի մեջ մտներ, այդ իրենց աղբոր տղիներ փողոցները գցեին։ Բայց կարող էին չգային, չէին կարող։ Այ եթե ադրբեջանցի օլիգարխներ չէին գա։ Ինքնատիրից կգնեին չէին գա, բայց հայերը կգան։ Բա հիմա ինչ են անելու, եթե օրինակ եկեղեցու հարցը հանգուցալուծվի, Գարեգին բան գնա, իրենց օրակարգը ո՞րն է լինելու։ Ոչ մի, այնտեղից ուրիշ բան կճարեն, բայց սպառվում են։ Մենք գնում ենք նորմալ ընտրությունների։ Դուք ես տագնապի համար ոչ մի տագնապ չունեմ, ուղղակի պիտի լուծվեն։ Մենք շատ նորմալ պիտի կազմակերպած գնանք հերթական ընտրություններին եւ 4-րդ հանրապետությունը հիմնադրենք։